100 տարի անց այս դասը լավ չքաղելու եւ 2020 թվականի պատերազմի ժամանակ Նժդեի նման առաջնորդ չունենալու պատճառով մենք տանոթ տվեցինք այդ պատերազմը եւ 90-ականներին մեր ազատամարտիկների կողմից ազատագրված Արցախը մեր ձեռքներից պլստած։ Կարելի է ասել, որ Շուշին ընկավ այս վերջին պատերազմում այնպես, ինչպես Կարսն ընկավ դրանից 100 տարի առաջ։ Այսօրվա նեո-բոլշևիկները 100 տարի առաջվա դավաճան հայ բոլշևիկների ժառանգներն են, ովքեր նպատակադրված են շարունակել իրենց պապերի պետականաքանդ գործունեությունը, մինչև Հայաստանը ամբողջությամբ զրկվի նույնիսկ իր դե յուրե ինքնիշխանությունից ու անկախությունից։ Նրանց դեմ կարող են առնել միայն հայ ազգայնականները, մասնավորապես իրական ցեղակրոնները, ովքեր անկախ պետականությունը դիտարկում են որպես գերագույն արժեք ու սրբություն, իսկ Հայաստանը ամեն ինչից վեր։ Մենք պետք է հեռացնենք ու արմատախիլ անենք այս նեո-բոլշևիկյան անտանելի երևույթը ու նրանց քարոզած կեղծիքները մեր կյանքից ու հայրենիքից, եթե մենք ուզում ենք երբևէ ունենալ իսկապես անկախ ու հզոր Հայաստան։ Հարկավոր է ազգովի ոչնչացնենք նեո-բոլշևիզմը։ Մեր անկախության համար պայքարը դեռ շարունակվում է, եւ միայն Նժդեի ոգու փայլուն օրինակով մենք կարող ենք հաղթել մեզ սպասվող օրհասական պատերազմները եւ մեր անկախ պետականության դեմ գործող ռուս-թուրք սիոնիստական տանդեմի վերջը դնել։ Մենք պետք է շարունակենք նրա գործը, մինչև հայկական բանակը նորից դուրս գա հաղթանակած։